Նայեք ինչ հետաքրքիր է։ Փաստորեն ագրավները հիշում եք, ես մի վաղ միշտ նկարում էի բնում ինչա կատարվում, ով եկավ գնաց բարեկամներ եւ հարսանիք արեց զույգը եւ այլն։ Իսկ ես արդեն երևի տարիից ավել է 2 տարի է չեմ նկարել փաստորեն։ Այն օրը մի կադր գցեցի։ Ինչի գիտեք, բարձվում է շատ հետաքրքիր բան, այս տունը ինչը սկսել են սարքել է շենքը, ագրավները էլ ստեղ բուն չեն դնում։ Այսինքն հասկանում եք, հա, այդ շենքերը էկոլոգիայի վրա էլ են ազդում, էլի։ Քաղաքի նեղում են մեր փոքր ընկերներին։ Հա, իսկ հիմա շինարարությունը ինչ-որ անհայտ պատճառներով կանգնել է, էլի։ Միանգամից ագրավները իմացան։ Էդ էլ է երկի տրագեդիա, որ կանգնել է, որտեղ ժողովուրդը հաստատ էլի փող են դրել, առնողներ են եղել, ինչ առնելու այդ գումարները ոնց է, այդ հարցերը լուծվելու էդ էլ բարձ չի։ Ողջույն, մարտի 28-ն է, ամեն ինչ ճիշտ է, չեք սխալվել, երեկոյա վիդեոն չեք միացրել։ Բուսաբանական այգի, հիմա կբացատրեմ ինչու նա։ Բարև ձեզ։ Ինձ մի հատ տոմս էլի, բուսաբանական։ Մուտքի տոմս։ Այո։ 500 դրամ։ Հաջան։ 500 դրամ։ 500 դրամ։ Ճիշտ ասած երեք ստեղ էի, աղջիկը ասաց։ Դե լավ։ Ձեր տարիքը քան տարեկան եք։ 73։ Ձերը անվճար է։ Հա։ Անվճար է։ Լավ։ Էլի պետք է դիմում գրվի։ Հաստատ, հա, անպայման ամեն մտնելուց պետք է։ Երեկվա գրածը չի անցնում։ Չէ, դա այդ օրվա համար է։ Գրածը էսի, հա։ Ճիշտ է։ Դա մուտքները։ Շնորհակալություն։ Հերո, հա։ Ասեք, ինքս իմ Ուրեմն ժողովուրդ, երեկվա վիդեոյի տակ մերոնցից ինան գրեց, որ մի փոքր տեղեկացա եւ փաստորեն Facebook-յան կա էջ ՀՀ բնապահպանության ընդերքի տեսչական մարմին EPMIB, որտեղ ուրեմն գործ է հարուցվում կաղնիները կտրելու համար ու ահագին քանակի։ Ես գտա այդ Facebook-յան էջը, հա, ընդհանուր վնասը 16 միլիոն 570 դրամ։ Ուրեմն ամառային կաղնու ծառուղին, այսինքն հիմա գնանք տեղում կբարձեմ ոնց ստացվեց, որ ես դա չտեսա։
Մարդու կյանքում կա երկու կարևոր օր։ Առաջինը, երբ նա աշխարհ է գալիս, երկրորդը, երբ հասկանում է ինչի համար։ Մարկ Տվեն։ Երեք էս նույն ցուցանակը լրիվ ուրիշ տրամադրությամբ էի ցույց տալի, որտեվ տեսա, որ ծառողին կա, շատ ուրախացա, բայց Ինայի գրած կոմենտից իդեպ ես շատ շնորհակալ եմ Ինային, որ ինքը տենց խորացավ այդ հարցի մեջ ու աստորեն ես ընդեղից սենց բան հասկացա, որ եթե սառուղիով ես մի քիչ ավելի երկար գնայի, այդ տեսարանը պետքա տենայի։ Հիմա գնանք։ Ես կարճ գնացի էլի, մինչև վերջ դե մտքովս չանցա, որ կարող եմ։ Այն կողմից ես եկա, բայց այսքան չէ, ինչքան հիմա խորացա։ Հիմա կփորձեմ գտնել այդ որտեղ էր։ Այստեղ ծառողին շարունակվում է։ Այդ լուսանկարները, որ նայեցի, այն սովետական շենքը կադրի մեջ երևում էր, նենց որ հələ պետքա գնամ, կարծում եմ Այնտեղ Աճարյան պողոտան է, կարծում եմ պարզա, իսկ այն ուղղությամբ Ծարավ աղբյուր փողոցն է։ Ես ուզում եմ նենց նկարեմ, որ դուք էլ չտանջվեք տեղը հասկանալու համար, նորմալ հասկանաք։ Այս է անկյունն է փաստորեն, Աճարյան Ծարավ աղբյուր։ Ու այ հեսա կարծում եմ։ Անկեղծ ասած, ես ես սառուղու հետ ծանոթ չի։ Մենք այստեղից մտնում էինք, այստեղ մի տեղից, պես ճաղերի մեջով, իջնում էինք, ու մի անգամից այս սառուղին սկսվում էր։ Այստեղ ինքը միակողմանի է, հետո մի քիչ գնում էինք, դառնում էր երկկողմանի։ Իսկ այս ծառողը ծանոթ չի։ Դե մոտենանք։ Ուրեմն գրած էր 34 ծառ։ Տրամագիծը 35-ից 70, թե 75։ Մի խոսքով սենց բան է կատարվել, օրը ցերեկով շատ դժվար է հասկանալ այդ ոնց է հնարավոր, բայց ու հայտնաբերել են ահա զանգերի շնորհիվ այս պատմությունը։ Երեսուն 4 ծառ, պատկերացնում եք։ Լրիվ զարմանալի է։ Այս տիպի մի հատ հանկարծակի լուսանկարեր, այ սենց էր ինքը են շենքներ երևում, դրա շնորհիվ հասկացա։ Դա այս նույն խոսքերը ավելորդ են։
Բոլորովին չեմ հասկանում ոնց է սա հնարավոր դառել իրականացնել տեխնիկայա չէ աշխատել տենց հեշտ գործ չի այս չափսի կաղնին կտրել բոլորը չեն որ նոր են կտրած այս մեկ օրինակին է ավելի այն մեկն է լավ մեծը ու նորը այս հենց պատմություն հենց որ են հանրահավաքում են կինը ճիշտ ասեց պաստորին ես էլ երեք համոզված որ սխալ ինֆորմացիա է ստեղ ինչ-որ հետքեր կա էլի ինչ-որ մի բան գնացել է ընդեղ էլ ճանապարհն է հա փաստորեն լավ գնանք այդ ճանապարհի մոտ ու դուրս գանք Դե Աճարյանը այս այդ երկու շենքը սովետական Ծարաբաղբյուրը ու դուրս գանք այս ճանապարհ Շինարարությունները ընդեղ են ես էլ այդ սուպեր բետոնի պատը որ սարքում են այ մենք են ճաղերի մեջից որ չմտնեինք մեզ օրինական պահեինք ես պատի կարիքը չէր լինի այո ընդեղ էլ դե այդ Սպանդի դաշտը երեք ինձ մերոնցից մի լավ մարդ պատմեց որ Մոսկվայում Սաբյանինը երբ որ եկավ քաղաքագլուխ նա ուրեմն Տվերսկոյի փողոցի վրա այսինքն առաջվա գուրկու էլի բոլոր ծառերը փոխարինեց կաղնիներով ընդ որում 30 տարեկան կաղնիներ ասում դա ահա որ մեծ ծախսեր է բայց ինքը գնաց դրան որտեվ կաղնին կաղնի է այդտենց դիվերսիա քաղաքի նկատմամբ Հիմա ինչ եք ասում գնամ խմեմ հատ լավ չէ Թե չէ ես էլ նես մի խորհուրդ լսող եմ, չէ, հարցնում եմ։ Չէ, իհարկե, ժողովուրդ։ Ոչ մի խմել։ Ուրիշ ձևեր կան վատ տրամադրությունը հանելու։
Ծառախախ, հա? Այս ծառից ստացված արտադրանքը կարելի է հանդիպել գործարաններում և դեղատներում, սենց, հա? Այս ընկերների մասին է խոսքը, դե են կողմից ցույց տվեցի, տենասին չի շագանակատերև կոչվում, շագանակ ծառի տերևների նման է, հա? Ես ինչ բարդ բան են գրել այ մրդ, ազգը ծնվում է ստուկ և մահանում էպիկուրյան, Վիլյամ Դյուրանտ, 35 թիվ, ես խեղճ էպիկուրին էլ ոնց ասես չեն ծարմռում, թե խենց է սենց բան գրել, էտ ում էր պետք։ Ես լաոկանի վրա սենց մի բանը հարցակվեց, հա, ոնց որ թե նա տնեն կեսով է Իքչել Սելկվա բոխատերև Տերևատապ ծառը Հայաստանում հայտնի է միայն մեկ հավաքով Զանգեզուրից, հա? Ոնց 1927 թիվ և հետագայում չի հայտնաբերվել, այդպես բան, հայրենիք, Կովկաս, Իրան, մեկ չկա։ Այսինչ, ժողովուրդ, եթե հայտնաբերեք, իմաց տվեք։ Բացի ես մեկից իհարկե։ Սով է։ Ինչ է մտածում տենես, թե ինչ-որ բան է ուտում։ Նես լավ թռնելով արագ բարձացավ ու այդ կռաբատը Գնում կանգնում է։ Լավ, գնում դելշը։ Ու դեպի կենտրոն։ Դրախտ, հա? Գնանք դրախտ։ Այս ծառերը, գիտեք ինչ ծառեր են։ Չկպավ, դրախտի դռները փագա։ Են կողմից է մուտքը։ Հուսաբանականից։ Ես ռեստորան չի։ Հա չի աշխատում, հա, լավ, այդտենց, դրախտ չկա, չի աշխատում։
Հերոյի փողոց։ Դա որ ամեն ինչ նման է, չէ՞, Հերոյի փողոցին։ Ծիրան է ծաղկում, բակեր են։ Հիմա թեքվենք այս կողմ։ Ես էլ է Հերոյի փողոց։ Էլ ոչ մի հացի գործարան։ Այն կողմերը ոչ մի շուկա, զեյթունի շուկաներ։ Հիմա որ իմանաք ես ուր էի ուզում գնայի ու ուր եկա անգա, որտև ոչ մի կանգնելու տեղ չկար։ Նոր կպատկերացնեք այս փողոցը ոնց է փոխվել։ Ու իհարկե սևակն էլ այն հատվածը։ Գնացինք։ Ես են նոր այգին է։ Այնտեղ սևակ փողոցն է։ Հələ մեքենաների քանակը։ Ստեղ կարողանալ կանգնելու։ Այսքան եկա չէ, այն ճանապարհով, սևակով։ Մի հատ կանգնելու տեղ չկար։ Այստեղ բերեին, չէ, այդ կտրած կաղնիներից մեկը, մինչև կտրել է իհարկե։ Այստեղ դնեին ինչքան գեղեցիկ տեղ կլներ, չէ, պատկերացնեք sense մեծ կաղնի այստեղ կանգնած։ Ու տենց 34 հատ, հա։ Բայց այս շենքը չեմ հասկանում։ Ստոր գետնյա չունի կայանատեղի։ Սնած ես կողմից այսքան շենքեր է կառուցվում, էլի։ Այս բանվորությունը միտեղ պետք է կանգնի։ Բայց մի րոպե 6 անց է։ Չկամ մեքենա է, պատկերացնեք։ Հերոյի փողոցն եկե։ Ես էլ Ռուբինյանց, հա։ Ներողություն, սևակ։ Տեսեք ինչ փոքր է, ինչ աշխուժ է։ Ես մեկ ինչ-որ ուշան, ոչ մեկն է չի ուշանում, սա է լավ շտապել, արագ-արագ ծաղիկները։ Առևտրի կենտրոն։ Էլ չեմ կարա։
Շինարարները ասում են մենք ենք տնկել, քաղաքապետարան ասում են մենք ենք տնկել, չէ, բայց ես երևի արդեն ես համալիրի տերերն ենք տնկել հաստատ, ես այմար ստեղ էլ կանգարներ ունեն, չէ, աշկիս ստեղ գետնա չկա, նույնիսկ ստեղ են, հա, կանգնած։ Հա, ստեղ մի անգամ եկել են, ուզում էինք պարզենք, երեխեքը որտեղ են խաղում, պարզեցինք ոչ մի տեղ, Մասնաշենք, հա, բնակարանները, այսինքն ոչ մի տեղ ես նկատի ունեմ, ֆուտբոլ չեն կարող խաղան, թե չէ սենց կարան ստեղ, հա, ես արգելաձողել եմ դրը, ես ինչ է, ջիմ, ես խոսքին է սովորեցինք ջիմին, անվտանգ երթևեկության ավտոդպրոց, վտանգավոր երթևեկության ավտոդպրոց էլ կա, հա, երևի, ինչ-որ մի տեղ, այս այդ նույն պատմությունն է, նկատում եք այդ մանր քարերը ու վանդակի մեջ, լավ ջիմը այն անգամ մտա տեսա էլի մոտավորապես չէ, ասում եք մտնեմ, չէ, հավես չկա, այսինքն պիվնիցա, բարև ձեզ, ինչ-որ հատուկ գարեջրեր ունեք, պիվնիցա է կոչվում, Առաջ ունենք, հիմա չունենք, հա, սովորական, չէ, սովորական գարեջր է ժողովուրդ, պիվնիցան հին ցուցանակեր ինձ խաբեցին, մտցրեցին, Հենց հանգիստ կյանքա չէ, ոնց որ ես ինչ է, պրոստակվաշինա, հա, սենց պաղպաղեկել կա Շատ ներողություն, ստեղ եք ապրում Ահա, ձեզ Ստորգետնյա կա իրանց մոտ Պարկինգ Հա, պարկինգ Հա, որտև բոլոր մեքենաները դուրսն էին, ես մտածի Ստորգետնյա պարկինգ կա, ժողովուրդ, մի անհանգստացեք Ուղղակի չի երիքում Առևտրի կենտրոն Ստեղ ժողովուրդը իրար հետ ծանոթանում են, հարևանություն են սկսում անել Այս լավ միտք է, այս հետաքրքիր է ով է մտածել Չի կանգարել, թողինքը բանան Պատկերացրեք, այս շուկան ես հասցրել եմ, նկարել եմ ստեղ որ կար
Շատ տխուր տեսք ուներ արդեն։ Այնտեղ հասցեն գրած է Պարուհի Սևակի էլ չեմ տենում։ Այս շենքերը ավելի շուտ էին ոնց որ թե դրա համար ոնց որ մնացել են։ Իխոսկով սենց քանի որ այս շենքը մեր տնից շատ լավ երևում է։ Պետք է ծանոթ լինենք, չէ՞։ Լավ փոքր մեքենա է երեխայի մոտ։ Ինչ-որ այն կողմերից եկանք, դերևի փողոցն այնտեղ։ Ստեղ ինչ-որ սենց տխուր մի հատ գույրաղիք է ստացվել։ Անհասկանալի։ Էս են էլի որ սարքում, հետո մտածում ենք Բերակչյան ատոմնաբուժական կլինիկա։ Դե ինչ, Զեյթունի շուկայից իջնենք Սևակ փողոց։ Նա մի հատ էլ ընդեղ է գույրաղիք։ Ինձ ոչ մեկը չի համոզի, որ Սևակ փողոցը այս շենքերի պատճառով չի սենց լցվել մեքենաներով, ոչ մի հատ կանգնելու տեղ չկա։ Չկար սենց պրոբլեմ էս փողոցի վրա երբեք։ Հա, իմիջիալոց սրա հետևն էլ է մի հատ շենք կառուցած, որը արդեն այս տեսարանները չի ունենա։ Вообще-то ինձ են մայդ պետք, ժողովուրդ։ Լավ, մի քիչ իջնենք։ Նոր գրախանութ։ Տենում եք, մարդիկ գործ են անում, քանդակներ։ Նոր գրախանութներ են բացում։ Բորենի նման է, չէ՞։ Արարատ էս խեմ փագել, հա, ուշ է արդեն։ Ժամը կարգին չիմացա։ Հեսա կնայեմ։ Օ, էս ինչքան զոնտիկ կա։ Տիկնոց է ուղղակի։ Բան ասեք գնամ, ես ինչ խանութ է։ Օծանելիք դնենք անունը, հա։
հասկանում, որ պետք է որ ընդհանրապես իրան սիստեմը չի։ Մեկա ցուցանակ չկա։ Չէ, կյանքս խանութից բան չունենք առնելու այսօր։ Հայ չմտնենք, հա։ Որոշել եմ մտնի։ Մի անգամ երևի լավ բան եք առել այդտեղից, հիշում է։ Չէ, ուղղակի այս շարքով որ գացինք, սաղ տեղերը ուզում եմ մտնի։ Մենք էլ այդ Արարատ բանկն է շատ սիրում չգիտի։ Իմ նման է էլի փաստորեն, հա, սաղ տեղերը ուզում եմ մտնի։ Անպայման։ Ահանջվում է վաճառող։ Այս ինչ է գրած, Unipec, չգիտեմ երևում է թե չէ, հավատացեք, որ Unipec է։ City ներևած, այս մասերը մտել են կանայիտ հետ մի անգամ, անենց խառը պատմություն, հա, խորուրդ չեմ տա։ Maman papan շատ են սիրում ակենիան։ Չանախ, թթվասեր, փիշիկնել էդ սաղ փորձել է, հիմա լվացվում է։ Այս մեկը լավ կերած խմած է։ Հա, դե բա ինչ, մսի բաժին է։ Գորիսին սամըթերք։ Են չանախի կատուն եկավ մոտ է։ Չէ գնաց։ Սա մեկին կթողի գա իրա տարածքը։ Փարավոնի նման նստել է, չէ։ Առատություն։ Սևակ փողոցի վրա ենք, հիշում եք, չէ՞, ժողովուրդ ջան։ Էն ինչ է, այդ խողովակները, հա, ես էլ այդտեղ եմ, հա, գնում փաստորեն։ Հա, էլի։ Այսքան խողովակ է պահանջվում։ Դեգուստոյի համար։ Են է դեգուստոն, ենքան մասում արդիկ են ուտում, այսքան մասը այդ օդն է քաշում, հա, ուժս, սրանց գործն է գործ չի։ Տեքվանդո կանես։ Էլ ինչ, հետաքրքիր չի։ Հարխուն ունենք, համեմ ունենք, կոտեմ ունենք։ Այս իդին սանց պարկինգ ունի։ Առաջի մի ժամը անվճար։ Հա, ամսական աբոնեմենտ կարաս, հա, ունենաս։ Եթե քեզ մի ժամը քիչ է,
Ես գալիս այն վրա ժողովուրդ գնանք ստեղից Ես էլ food zone Yanaq սպաս, հարիսա, բորշ Ինչ ասես չկա Կա մտնեմ ստեղ ուտել ինչ դեգուստո Ոչ մարդ չկա կասկածելի Եթե միս բերեք, ուզենակ խորովեք 600 դրամ տալիս եք, տղերքը խորովում են Սպասնել մածուն ես բերում, հա Մի վաղտ իչքան էինք առնում ես հիմնարկում Ինչ արժի 3500 դրամ, հա? Հասանք Խաչմերուկ Ես գրամ քենդին ստեղ գործ չունեմ այսօր Բայց խի չունեմ, որ մարմելադեչ չառնեմ Լավ է, էլի մանտաժի ժամանակ Bir öpe kangնում եմ, մարմելադը ուտում եմ, թարմանում եմ Եկեք մտնենք վերցնեմ Բարև ձեզ Են մարմելադներ ունեք ես հենց լիմոնի նման կտրած Այո, ունենք Ինձ մի 300 գրամ տվեք էլի Այս տարբեր համերը են, հա երևի Նարինջ Ահա Ու Մերուկա կարմիրը Գրեյֆրուտ Գրեյֆրուտ Չէ, ասած գրեյֆրուտ 200 գրամ նարինջ, 200 գրամ Գրեյֆրուտ Իրոք է գրեյֆրուտ հայերեն ոնց է Թուրինջ, չէ Թուրինջ, չէ, գիտեմ Ուրեմն 200 գրամ նարինջ, 200 գրամ թուրինջ Խառնը Լիմոն են կա մեջը Դե որ խառնը լավ խառը տվեք, էլ ինչ է ես քան տատանվում Գնամ մուծեմ Հաջա Կշռի որ մուծեք Էստեղ մուծեմ Հա, կշռի նոր մուծեմ, հա Ահա Մարմելադ էլ ունեցա Են մանկության մարմելադին իշացնող Թե չէ ես նորերը ռեզինի նման հետ չեմ հավանում Սևակ Փողոց Երկրորդ հարկում շատ կոշիկներ եմ խոստանում Ես ինչ կարճ էր
Այսպես լուրջ տեղ է ժողովուրդ։ Degusto Food Studio։ Արդեն դուրսը կարելի է։ Ուրեմն ծխելել է կարելի։ Չէ, ծոք է եղել։ Երկու օկու վրա ջղայն անցար, լավ էներգիա Էլի պերաշկի ուտեմ։ Այս GoPro-ն ինչ-որ կեսից անջատվել էր։ Ես էլ չեկը չվերցրեցի, որտեղ գներես աղ այդ աղջիկը ասեց կամերայի մեջ, բայց աստորեն չի մնացի, ես կարմիր բիբարն է, ես ոչ մի կին չեմ իշում հայերին վրա ոչ չդնել, ես կարկանդակա կարտոֆիլոր գյուղական, ես մեկը հոտ-դոգ, ես մեկն էլ ինչ-որ սլայոնն է ասեց մսով, են էլ մի հատ կոկա, Խոսքով ինչ-որ 1003-ի կողմերն էր, ստեղ ոստել ուտեղ կտա, նստենք և ուտենք։ Սևակ փողոցի վրա եմ, 7-10, 18 աստիճան է Երևանում, ընդեղ հեռախոսի համարներ կան գրած, մոռացա խաչմերուկից հրաժեշտամ Լավ ունակ հայր ջան, միշտ առողջ լինեք, ես հենց հանգիստ խաղաղ կյանքով ապրենք